Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք զրուցում ենք կառուցապատման եւ դրան առնչվող տարբեր թեմաների մասին։ Իսկ մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօր զրուցելու եմ Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների Tribe-ի ղեկավար Վահրամ Գևորգյանի հետ։ Բարև ձեզ Վահրամ, շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք այսօր։ Շնորհակալություն հրավերի համար։ Վահրամ, եկեք զրույցը հենց սկսենք Tribe-ի մասին խոսելով, եկեք ավելի հանրամատչելի դարձնենք տերմինը։ Շատ լավ։ Tribe թարգմանաբար նշանակում է ցեղ, ժամանակակից ընկերությունների կառուցվածքներում հաճախ հանդիպող տերմին է։ Բնութագրում է մարդկանց խումբ, միավոր, ովքեր ունեն համատեղ նպատակ, ինքնուրույն են համեմատաբար իրենց աշխատանքում, իրենց նպատակների իրականացման գործում եւ ամեն ինչ ներդնում են իրենց նպատակներին հասնելու համար։ Շատ հետաքրքիր է, որ այս մեկնաբանությունը իր տեղն է գտել տերմինի տեսքով արդեն նույնիսկ բանկային ոլորտում։ Վահրամ, եթե նախկինում տուն գնելը մեծ իրադարձություն էր, հատկապես մեծ ընտանիքների համար, ապա այսօր հիմնականում երիտասարդներն են տուն գնում, համենայն դեպս վիճակագրությունը այդպիսին է։ Կարող ենք ասել, որ հիմա հիփոթեկային վարկերն ավելի հասանելի են, թե մարդկանց կենսամակարդակն է միգուցե բարձրացել։ Ես կարծում եմ, որ երկու հանգամանքներն էլ տեղ են գտել հիփոթեկային վարկավորումից օգտվող հաճախորդների վարկագծում, մասնավորապես պահանջարկը եւ առաջարկը պայմանավորեն ստեղծել են շուկա, որտեղ եւ մեծ ազդեցություն ունի հաճախորդների կենսամակարդակի աճը եւ մեծ նաեւ փոփոխություն է բերել իր հետ շինարարության ոլորտի ակտիվացումը։ Ժամանակի ընթացքում, այո, վերափոխվել է ընկալումը դեպի հիփոթեկային վարկավորում, տարիներ առաջ այն ավելի շատ ընկալվում էր որպես երկարաժամկետ պարտավորություն, այժմ այն ավելի շատ ասոցացվում է արդյունավետ սեփականության գնման հետ եւ ինչու՞ չէ նաեւ արդյունավետ եւ շահավետ ներդրումների հետ։ Այս շատ ճիշտ մեջբերում արեցիք, շինարարության ոլորտի զարգացումը իր անպատճառ ազդեցությունն ունեցավ հիփոթեկային վարկերի հանդեպ վերաբերմունքի վրա, հա, մարդկանց վերաբերմունքի, առաջ անվստահությունն ավելի շատ էր, մարդիկ նաև տոկոսադրույքներից էին խուսափում, որովհետև դրանք շատ մեծ էին թվում։ Այսօր ինչպիսին է վիճակը։ Կարող եմ փաստել, որ շինարարության ոլորտի ակտիվացումը ազդեցություն է ունեցել նաև հիփոթեկային վարկավորման ակտիվացման վրա եւ փոխել է նաև վստահության մակարդակը։ Այն պրոդուկտը դարձել է շատ ավելի վստահելի եւ շատ ավելի հասանելի։ Եվ ճիշտ եք նկատում, որ ժամանակի ընթացքում հաշվի առնելով նաև երկու ոլորտների փոխկապակցված ոլորտների ակտիվությունը վերափոխվել են նաև հիփոթեկային պայմանները, վերանայվել են նաև պայմանները, դառնալով ավելի հանրամատչելի, իմ կարծիքով դառնալով ավելի շատ ապրելակերպի հետ բնորոշ ասոցացվող տարրեր։ 2025 թվականի հունվարի 1-ից դադարեց գործել Երևանում եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը, ինչ փոխվեց հիփոթեկային շուկայում, ակտիվացավ թե պասիվացավ եւ եթե այո, ինչու։ Կարող ենք նշել, որ եկամտային հարկի սահմանափակումները, որոնք ուժի մեջ մտան այս տարվա հունվարի 1-ից, մեծ ազդեցություն ունեցան շուկայի վրա։ Մասնավորապես առաջին ամիսներին նկատելի էր շուկայի աճի դանդաղում, քչացել էին ավելի շուտ գործարքները, նաև վարկավորման տեմպերն էին նախկինի համեմատ փոփոխվել։ Այդտեղ կա որոշակի տրամաբանական բացատրություն, քանի որ հակառակ տարվա սկզբի իրավիճակի նախորդ տարվա ավարտը շատ ակտիվ էր, ոչ բնորոշ ակտիվ էր շուկան, ըստ երևույթին նաև բավարարվել էր այն պահանջարկը, որոնք որ նորմալ ստանդարտ իրավիճակում կլինեին 2025-ի առաջի ամիսների ընթացքում։ Շուկան դանդաղել էր տեմպի առումով, բայց իմ կարծիքով արդեն կարգավորման փուլում ենք մենք գտնվում եւ մի կողմից դանդաղել էին գործարքները, քչացել էին գործարքների քանակները, մյուս կողմից էլ
շուկայի բոլոր խաղացողները վերանայել էին իրենց քաղաքականությունը։ Մասնավորապես բանկերը ավելի եւ մասնավորապես Ամերիաբանկը տարվա սկզբից ներդրել է բազմաթիվ նորություններ, նորարարություններ, վերանայել պայմանները, ակցիաներ նաև ներդրել շուկա, կառուցապատող ընկերությունները վերանայել են իրենց վճարման քաղաքականությունները, վաճառք իրականացնող ընկերությունները իրենց նոր գործիքակազմով են հանդես գալիս, հաճախորդներն էլ արդեն առանձնահատուկ ոչ ստանդարտ, կարծես հենց իրենց համար մշակված առաջարկներով են հանդես գալիս շուկային։ Ստեղծվել է իրավիճակ, որտեղ բոլոր խաղացողները ակտիվացել են եւ ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, որտեղ եկամտային օրենքի կարգավորման պայմանավորված կարող ենք նշել, որ շուկան ավելի ստանդարտ առաջարկներով էր հանդես գալիս, այժմ ավելի ճկուն, ավելի գրավիչ, տարբերվող առաջարկով ենք հանդես գալիս, որտեղ առավել եւս ընդգծվում է գնորդի թելադրանքը։ Այս շատ ճիշտ անդրադարձ էր, այսօր նույնիսկ բանկային ոլորտում արդեն մրցակցություն կա։ Հնարավոր է նախկինում միշտ էլ եղել է, այսօր է դարձել ավելի նկատելի, ինչ դեր ունի ամերիկյան ոլորտում, չնայած որ անդրադարձակ փոքր-ինչ արդեն ակցիաների, նորարարությունների ներդրման մասով, ինչ ծառայություններ, առաջարկներ ունի հստակ հաճախորդների համար։ Ես կուզենայի նշել, որ մրցակցությունը եւ մասնավորապես հիփոթեկային վարկավորման հետ կապված մրցակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել։ Կուզենամ նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամերիկյան շուկայի բացարձակ առաջատար է։ Մենք մոտավորապես շուկայի 24% մասնաբաժին ունենք։ Առաջարկում ենք հիփոթեկի անշարժ գույքի հետ կապված բոլոր վարկատեսակները, առաջնային շուկա, երկրորդային շուկա, վերակառուցում, վերանորոգում, հողատարածքի ձեռքբերում, նույնիսկ հատուկ առաջարկներ ունենք մեր հայրենակիցների համար, ովքեր դրսից կարող են դիմել Սփյուռքի մեր հայրենակիցների համար, համապարփակ եւ ամբողջական առաջարկով ենք հանդես գալիս։ Բնականաբար ամեն պրոդուկտ ունի իր գրավիչ պայմանները, իր առանձնահատկությունները եւ կուզենամ նաեւ ուրախությամբ նշել, որ տարվա սկզբի դանդաղումը բնականաբար մենք էլ նկատեցինք, բայց ուրախությամբ ուզում եմ նշել, որ փուլը հաղթահարված ենք համարում եւ ուզում եմ փաստել, որ մեր նորարարական գործիքակազմը տվել է իր դրական արդյունքը եւ մեր բոլոր վարկատեսակներով գրանցում ենք աճեր։ Եկեք անդրադառնանք նաև My Home հարթակին, ինչպես ստեղծվեց այն, որն էր նպատակը։ My Home-ը ստեղծվել է մի քանի տարի առաջ, սկզբնական նպատակը եղել է on-line վարկավորման ամբողջական ընթացքի ապահովումը հաճախորդի համար։ Մեծ ողջավորվածությամբ կարող եմ նշել, որ առաջինն ենք շուկայում եւ մնում ենք դեռ առաջինը շուկայում, մեր առաջարկով ամբողջական թվային հաստատում եւ վարկավորում My Home-ի օգնությամբ ժամանակի ընթացքում հաշվի առնելով նաեւ մեր հաճախորդների կարիքները ընդլայնել ենք My Home-ի գործիքակազմը, այնտեղ այժմ կարող եք գտնել նաեւ առաջարկներ երկրորդային շուկայի հետ կապված, կարող եք տեսնել վարկավորում կիսաթվային տարբերակով ներդրված երկրորդային շուկայում, վարկային շատ գրավիչ հաշվիչներ ունենք, վարկունակության հաշվիչներ, նորություններին ծանոթանալու հնարավորություն, բլոգ ունենք, որտեղ շուկայի թրենդներին կարողանաք հետևել։ Մեր պլանները այնպեսին են, որ My Home-ը ժամանակի ընթացքում վերափոխվի on-line վարկավորման գործիքից դեպի գույքի կառավարման ամբողջական հարթակ, այնտեղ տեղ գտնեն ինչպես վարկավորմանը նպաստող էլեմենտները, այնպես էլ հաճախորդը մեկ հարթակի օգնությամբ հնարավորություն ունենա իր ամբողջական կարիքները բավարարի, որոնք կապված կլինեն անշարժ գույքի հետ։ Վարյամ անդրադառնանք նաև Dignis-ի հետ համագործակցությանը, ինչ է այն տալու մեր համատեղ հաճախորդներին։ Առհասարակ մենք մեծ կարևորություն ենք տալիս համագործակցություններին, չենք էլ պատկերացնում առանց համագործակցելու եւ շատ ուրախ ենք, որ ստացվեց համագործակցություն Dignis-ի հետ։ Այն փոխադարձ աջակցելու է մեզ մեր հաճախորդներին համապարփակ ծառայությունների առաջարկով հանդես գալուն, մասնավորապես մեր հաճախորդները կարողանալու են
վարկավորման մեր պայմաններին ծանոթանալ մեր առաջարկներին, փոխադարձաբար ծանոթանալ այն ամբողջ ծառայություններին եւ տեղեկատվությունը, որը առկա է Dignis-ի հարթակում եւ հավելվածում, այսինքն փոխադարձ օգնությամբ կարողանալու ենք մեր հաճախորդին ավելի հասանելի դարձնենք այն ծառայությունները, որոնք զուգահեռաբար զարգացնում ենք մեր պրոդուկտների եւ պլատֆորմների մեջ։ Իհարկե դուք հակերճ անդրադարձ կատարեցիք, բայց եկեք վերջում առհասարակ խոսենք համագործակցությունների մասին, որովհետև հաճախ դրանք մնում են ստվերում եւ չեն կարեւորվում այնչափ, ինչքան որ պետք է։ Ինչով են դրանք կարեւոր առհասարակ, ինչ են տալիս դրանք ընկերություններին։ Առհասարակ ես կարծում եմ, որ համագործակցությունները մեծ հնարավորություն են տալիս ընկերություններին զարգանալու, վերանայելու իրենց քաղաքականությունները, մոտեցումները, ել ավելի մոտ տարբերակով հասկանալու շուկայի կամ շուկաների արձագանքներին, ավելի մոտ գտնվելու հաճախորդին, հնարավորություն են տալիս նաև փաթեթային առաջարկներով հանդես գալու փոխշահավետ, որոնք հնարավորինս ծածկելու են եւ ծածկում են այն պահանջարկը, որ առաջանում է մեր հաճախորդների մոտ։ Մենք կարծում ենք, որ համագործակցությունները եւ հաճախորդներին են օգնում առավել համապարփակ առաջարկներ ստանալուն եւ օգնում են բիզնեսներին առավել ամփոփ եւ արդյունավետ տարբերակով առաջարկներ մշակել եւ լինել միմյանց եւ հաճախորդների կողքին։ Շնորհակալ եմ Վահրամ հետաքրքիր զրույցի համար, թող այս հաղորդումը մեր համագործակցության լավագույն մեկնարկը լինի։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանն էր։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Dignis-ին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։